մինչև բուն ընտրախախտումներին անցնելը Դանիել քո գնահատականը թե ինչպես կամփոփես ըստ էության արդեն ունենք առաջին նախնական տվյալները քիչ առաջ էլ Շանտ Նյուզը իր տեղեկատվական շտեմարանից հաղորդեց խնդրեմ քո գնահատականը Շնորհակալ եմ հրավերի համար բարի երեկո իրականում պետք է ասեմ գնահատականների համար շուտ է որովհետև դեռևս պետք է տեսնել թե հաշվարկը ինչպես կգնա պետք է ասեմ որ քվեարկության ընթացքում մի տեղամաս ա եղել, որտեղ տեսել ենք լուրջ էական խախտում, դա 12 կոտորակ 13 տեղամասներ, որտեղ համարյա ամբողջ օրվա ընթացքում չի եղել կուսակցություններից մեկի, մասնավորապես ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկ։ Դա միակ տեղամասն է, որտեղ խոսում ենք էական խախտման մասին, մյուս բոլոր դեպքերում խոսում ենք ավելի շատ իզոլացված դեպքերի մասին, որովհետև մյուսները կամ եղել են առանձին իզոլացված դեպքեր, այսինքն եզակի դեպքեր, կամ եթե նույնիսկ եղել են զանգվածային, ինչպես ինա քվեարկության ծրագրերի լուսաթափանցելիության հետ կապված որոշակի խնդիրներ Դրանք այդքան բան չեն եղել, այսինքն ես եթերում այսօր մի շարք հեռուստատեսությունների եթերում ցույց տվեցի, ձեր մոտ մոռացա բերեմ այդ ծրարը մեջը դրած քվեաթերթիկ, նենց չի որ սենց երևում է մեջ ինչ քվեաթերթիկ է, դա պետք է շատ ուժեղ լույսի աղբյուրին նայես, որ երևա, բայց պիտի ասեմ, որ մեր դիտորդները այցելել են տեղամասերի շուրջ 95%-ը, ըստ էության որոշ խախտումներ տեսել են, օրինակ 7% տեղամասերում այցելած տեսել են ընթացակարգային խախտումներ, 6% տեղամասերում որոշ խախտումներ գաղտնիության հետ կապված, մոտ 3% տեղամասերում լարված մթնոլորտ, բանավեճ, 3% տեղամասերում ինչ-որ քարոզչության դրսևորումներ, հիմնականում խախտումներ արվում էին տեղամասենտրական հանձնաժողովների վստահված անձանց կողմից, որոշ խախտումներ ընտրողների կողմից, ըստ էության սա է պատկերը պիտի ասեմ միտեղ ավշարում քաշքշուկի կադրեր կա դա 8-ից մի քանի րոպե պակաս է եղել ըստ էության եղելությունը հետևյալն է մեր դիտորդը ճշտեց որ ոչ թափ վիճակում գտնվող ընտրողը մտել է տեղամաս, մեկը իրան ասել է կարող ես քվեարկել, մյուսը ասել են չէ, չես կա, ինչ որ սենց հարցի շուրջ ինչ որ բանավեճ ա եղել, որը վերածվել է քաշքշուկի, բայց ոնց որ թե առանց հարվածների։ Այդ շատ վատ միջադեպ է, որովհետև միջև այդ միջադեպի կադրերի հայտնվելը, միջև այդ միջադեպի մասին տեղեկություն ստանալը ես արդեն հասցրել էի ուրախանալ, որ ոնց որ թե ունենք առանց ընդհանրապես բռնություններից զերծ ընտրություններ, այդ մի փոքր քաշքշուկը հարամ արեց, եթե կարելի ասել այդ պատկերը։ Ես պիտի ասեմ, որ տեղամաս կա, որտեղ դեռևս գոնե 10 րոպե առաջ դեռ շարունակվում էր քվեարկությունը Սյունիքի մարզի ագարակում։ Ընտրությունը 20:00 ավարտել էր, բայց 10 րոպե Այո, 20:00 ավարտել է, բայց օրենսգիրքը ասում է տեղամասի ներսում եղած ընտրողները կարող են ընտրել։ Ինչ է եղել, մեկը Նուբարաշենում, մյուսը ագարակում, երկուսն էլ տեղամասեր են, որոնց զորամաս կա կցված ու վերջին պահին զինվորականներ են եկել 8-ից ինչ որ մի քիչ պակաս զինվորականներ են եկել մեծ թվով ու քանի որ արդեն եկել են իրանց հնարավորություն տրվել է որ քվեարկի Նուբարաշենի քվեարկությունը ավարտվել է մի քիչ առաջ, էլի բավական երկար տևել է ժամը 8-ից հետո ագարակինը դեռ տևում է դա խախտում չի, բայց դա խնդիր է այն առումով, որ ամեն դեպքում պաշտպանության նախարարությունը պետք է կազմակերպի, որ զինվորականները չգան վերջին պահին մեծ խմբով։ Դեպի որ վերջին պահին մեծ խմբով գալիս են, դա ընտրական համակարգի համար ըստ էության խնդիր է դառնում։ Եվ մի շարք տեղամասերում պիտի ասեմ, որ հանձնաժողովների կոմպետենտության հետ կապված խնդիրներ են եղել, հանձնաժողովների կողմից գրանց համաձայնների լրացման կարգի, հանձնաժողովների կողմից տարբեր միջադեպերի արձանագրման կարգի, հա օրինակ ընտրողը կորցրել է քվեարկության կտրոնը, դա իհարկե շատ վատ է, որովհետև չի կարողանալու քվեարկի, բայց դա նախատեսված իրավիճակ է, դա պետք է արձանագրվի գրանց համաձայնում, չեն արձանագրել, ինչի արդյունքում իրանք վերջում թվերը չբռնելու հետ կապված խնդիր են ունենալու, հա, եւ տենց խնդիրներ օրինակ ըստ էության որևէ այնպիսի լուրջ խնդիր, որը որ կարծում ես կարա այսպես ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունեցած լինի։ Դե ես մեծ զանգվածային երևույթների ասով չէ, ասում եմ ամենամեծ խնդիրը դա այն է, որ մի տեղամասում
Բայց նորից դա հանրապետության 2000 տեղամասերից մեկն է, բայց լուրջ խնդրի մասին ենք խոսում եւ այդ խնդիրը տեղամասի մասշտաբով բավականին լուրջ է եղել, դա 12 կոտորակ 13-ում կուսակցությունից մեկի քվեաթերթիկների իսպար բացակայությունն է եղել ամբողջ ընթացքում։ Իհարկե այդտեղ քննությունը արվելու եւ քննությունը պարզելու է եղելությունը, բայց միգուցե տեղամասի քվեարկության արդյունքները նույնիսկ անվավեր ճանաչվեն կամ այդ տեղամասում վերաքվեարկություն նշանակվի։ Ամեն դեպքում ստեղ հարցն այն է, որ ելի եղել են տեղամասեր, որտեղ ինչ որ օրինակ տեղամաս կա, որտեղ մոտ 70 հոգի քվեարկել են օգնողով։ Դա նորմալ թիվ չի, որտեղ այդտեղ եթե ծերանոց լիներ կողքը, դա կարելի էր բացատրել, բայց ծերանոց էլ չկա ստուգեցինք, եւ դա օրինակ հարցեր առաջացնող այդ 70 հոգին ինչի են օգնողով քվեարկել, կարող է այդ 70 հոգին վերահսկողությամբ են քվեարկել։ Եվ դա էլ եւս քննությամբ պետքա արձանագրում եք խնդիրները դիմում իզոլացված, սրանք ավելի շատ գիտեք իզոլացված դեպքերի մասին ենք մենք խոսում։ Այսինքն այդ խնդիրներն արձանագրվում են եւ դուք օրվա ընթացքում դիմել եք իրավապահ մարմիններին, ինչ ընթացակարգ է։ Մենք օրվա ընթացքում դիմել ենք, օրինակ, օրվա սկզբում շատ էինք տեսնում քարոզչության էլեմենտներով վստահված անձինք շապիկի վրա, գլխարկի վրա, օրինակ կամ քաղաքացիական պայմանագրի վստահված անձինք երբեմն ունենում են այդ երկրի քարտեզի այդ սիլուետը, դա էլ մենք քարոզչություն ենք դիտարկում։ Համարյա բոլոր դեպքերում մեր դիտորդի նկատելուց հետո այդ խնդիրը լուծվել է, որոշ դեպքերում չի լուծվել, այդ դեպքերում իհարկե իրավական գործընթաց ենք սկսել։ Օրինակ այդ մասով 9 դեպք եղել է, որ իրավական գործընթաց ենք սկսել, որտեղ մեր դիտողության արձագանք խնդիրը չի լուծվել, բայց մնացածը ավելի, պետք է ասեմ, ավելի իզոլացված դեպքեր են։ Եղել են դեպքեր, որոնք պետքա քննության առարկա դառնան։ Բայց այդ դեպքերը չեն շատ ազդել ընտրություն, օրինակ տեղամաս ա եղել, որտեղ քվեաթերթիկներ քիչ են տվել։ Եվ մենք նույնիսկ մտավախություն ունենք, որ կարող է այդ տեղամասը հաշվառնելով բարձր մասնակցությունը, ուղղակի ինչ որ պահի քվեաթերթիկները պրծնեն եւ ընտրողը գա տեղամաս քվեաթերթիկ չլինի։ Բարեբախտաբար տենց իրավիճակ չեղավ, բայց դա պետքա քննել, պետքա հասկանալ ով է հաշվել եւ սխալ քանակի քվեաթերթիկ տվել։ Այդտեղ որ ասեմ ինչ որ խախտում ա եղել կամ ինչ որ նենց կեղծիք ա եղել, որ չէ, առավել եւս քվեաթերթիկն էլ հիմա եկեք էս էլ հաշվի առնենք, քվեաթերթիկը ինքը քանի դեռ իր անկյունում փակցված չի դրոշմանիշը, հատուկ հաշվառում դա ընդհանրապես պրինտերի վրա տպված թուղթ է։ Դա իրանց ոչ մի արժեք ներկայացնող թուղթ չի։ Դրա համար բոլոր կադրերը որ մեկը քվեաթերթիկը հանում է, մեկը մտցնում է, մեկը չգիտեմ ինչ է անում։ Դա խնդիր չի, մենք էլ որպեսզի օրինակ եթերում ցույց տանք, որ ծրարի մեջ քվեաթերթիկի համարը չի երևում, տեղամասերից մեկից խնդրեցին քվեաթերթիկ տվեցին, տարան, ոնց որ դա բան չի, քվեաթերթիկ ընդհանրապես թուղթ է, քանի դեռ իր վրա գծված չի ինքնասոսնձվող դրոշմանիշը, սա շատ կարևոր հանգամանք է, բայց պիտի ասեմ, որ նաև էլի են դեպքեր եղել, որ պիտի պարզվեն, տեղ ա եղել, որտեղ օրինակ Զորամասի ընտրողների ցուցակը ոչ ամբողջական է ներկայացվել, 10 զինվոր քվեարկության իրավունքից դրա պատճառով զրկվել է։ Տեղ էլ պիտի քննություն լինի, այդ Զորամասի հրամանատարը պետքա հասկանանք ինչի է սխալ թերի ցուցակ տվել, 10 զինվոր դուրս են մնացել, հա։ Այսինքն կան բաներ, որ պետք է քննությամբ պարզվեն, բայց որ ասեմ ինչ որ շատ լուրջ մեծ խախտումներ, այս պահին միակը ասում եմ, այդ 12 կոտորակ 13 տեղամասներ, որտեղ չգիտեմ, երևի պետք է անվավեր ճանաչեն կամ վերաքվեարկություն նշանակեն, որտեղ ամբողջ ընթացքում մի ուժի քվեաթերթիկի բացակայությունը դա էական խնդիր է։ Դանիել ըստեյության ամփոփելով մեր զրույցը, որտեղ ինձ արդեն հուշում են, որ մեր տեղեկատվական շտաբը նոր արդեն տվյալներ ունի, մինչ դրանք կամփոփվեն, որ խնդիրներն են շարունակում Հայաստանի ընտրական համակարգում մնալ չլուծված։ Գիտեք, մենք տեսնում ենք բոլորս տեսնում ենք հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները ընտրակաշառքների հետ կապված, եւ մենք պետք է հաշվի առնենք, որ ընտրակաշառքը դա համ լատենտային հանցագործություն է, որտեղ երկու կողմն էլ շահագրգռված են, որ այն չբացահայտվի, համ հետք չթողնող ի տարբերություն ուրիշ հանցագործությունների, օրինակ թմրանյութերի առողջարքն էլ լատենտային, առնողն էլ վաճառողներ ուզում են թաքցեն, բայց գոնե հետ կա, թմրանյութ կա, իրեղեն ինչ որ բան կա, էլի, ընտրակաշառքը դա էլ չունի, շատ դժվար բացահայտվող, այսինքն հակակոռուպցիոն կոմիտեն ինչ որ բացահայտում է, ակնհայտ է, որ դա այսբերգի վերևի հատվածն է։ Որքան է այդ այսբերգի տակի հատվածը, ճիշտ ասած մտահոգիչ է, եթե վերևինը այդքան մեծ է, եւ իհարկե մենք տեսնում ենք նաեւ
օտարերկրյա միջամտությունները իդեմս Ռուսաստանի օրվա ընթացքում տեսել ենք, որ ռուսական մի շարք տեղեկատվական աղբյուրներով կեղծ լուրեր, ապատեղեկություններ են տարածվել, սկսած արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերով, որտեղ ինչ որ այս կամ այն ուժի քվեաթերթիկներն են Մկրատովի փրկտրում, վերջացրած ինչ որ exit poll-երի տվյալներով exit poll չկա, մեր դիտորդները եղել են տեղամասերի 95%-ում exit poll չեն տեսել, որ արվի։ Ինչ որ exit poll-երն էին ներկայացնում, յուրաքանչյուրի exit poll, ով է հեռուստադիտողները exit poll տեսել են, որ գնացել քվեարկել են, exit poll տեսել են, exit poll չի եղել այս երկրում exit poll, ինչ exit poll-ի արդյունքներ։ Կամ ավելի էպիկ էր Ռուսաստանի մի պաշտոնատարանց հայտարարել է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա շատ ուժեղ ազդեցություն է ունենալու Ֆրանսիայում մարդկանց քվեարկությունը դեսպանատներում։ Ինչ դեսպանատներում քվեարկություն 20 տարի այս երկրում դեսպանատներում քվեարկություն չկա, էլի։ Այսինքն երբեմն նաև որ այդ կեղծ լուրերը տարածում են կոնտեքստից կտրված են, մենք ցավոք սրտի տեսնում ենք կանխամտածված գործողություններ ընտրությունների արհեստական ապալեգիտիմացման։ Բայց ամեն դեպքում ընտրությունները ինչպիսին էին եւ տեղի ունեցած խախտումները ինչքանով կարող էին ազդել, նաև հաշվարկից է կախված, որովհետև կարող է հաշվարկի ժամանակ լինեն մեծ խախտումներ, դա դժվար է կանխատեսել։ Դանիել, ինչ եզրափակել եմ մի հարց էլ ըստ էության առաջացավ քո վերջին խոսքերից, քո գնահատմամբ հասարակության վստահությունը ընտրությունների նկատմամբ աճում է թե նվազում, թե այն որ այսքան մեծ մասնակցություն կա, հատկապես համեմատած նախորդ ընտրությունների, դա նշանակում է, որ այդ վստահությունը կա։ Գիտեք, բարձր մասնակցությունը, երբ որ առավոտյան բարձր մասնակցության մասին տեղեկությունները ստացանք, մի քիչ մտահոգվեցինք, այն առումով, որ կարող է խնդիրներ կան, հա, ընտրակաշարքով, վարչական ռեսուրսով կամ այլ կերպ բերված էլեկտորատը, որտեղ առավոտյան մարդիկ կոպիտ առավելևս քաղաքային բնակավայրերում նախընտրում են քնել եւ ոչ թե գնալ տեղամաս։ Բայց հետո երբ որ օրվա ընթացքում տեսանք, որ դա ոչ թե առավոտյան մասնակցությունն է զուտ բարձր, այլ ամբողջ մասնակցությունն է բարձր, ոնց որ առավոտն էլ հետը, հասկացանք քաղաքական երևույթ է։ Մարդիկ գնում են քվեարկելու իրենց երկրի ապագայի համար, մարդիկ գնում են եւ սա առավելևս երբ որ համեմատում ենք հիմնական 21 թվականի ընտրությունների հետ ենք համեմատում, ներողություն 21 թվականի ընտրությունների քարոզարշավը եղել է 2 շաբաթ։ Այս ընտրությունների քարոզարշավի ֆորմալ մասը, որտեղ արտահերթ էր նաև դրա համար, այս ընտրությունների քարոզարշավի ֆորմալ մասը եղել է համարյա մի ամիս, ոչ ֆորմալ մասը փաստացի քարոզարշավը եղել է անցյալ տարվանից։ Ընդ որում մի անգամից ասեմ, դրա մեջ այդպես խնդիր չկա, եթե կուսակցությունները իրենց ֆինանսական թափանցիկության մեխանիզմների սահմաններում են քարոզարշավը շուտ սկսում, դա նորմալ է, որ քարոզարշավը շուտ են սկսում, մտածում են իրենց քվեի մասին։ Եվ բնականաբար դա եւս պետք է հանգեցներ նրան, որ մասնակցությունը լիներ ավելի բարձր։ Եվ դա շատ լավ է, որ մարդիկ հասկանում են, որ այո, իրենց քվեից է ինչ-որ բան կախված եւ բնական որպես երևույթ ենք մենք դիտում այս բարձր մասնակցությունը, այսինքն այդ բարձր մասնակցության մեջ չենք առանձնացնում, որ էական կշիռ է ունեցել օրինակ ընտրակաշարքը, բան, որովհետև կամ արտերկրից են շատ եկել եւ այլն։ Այդ երևույթները կան, ընտրակաշարքն էլ կա, արտերկրից եկածներն էլ կան, մի մասը իրանց կապքով, մի մասը բերված, մի մասը չգիտեմ ոնց, բայց այդ երևույթները այն քանակները չունեն, որը որ տեսնում ենք քվեարկության արդյունքների տարբերությունը հիմիկվա եւ 21 թվականի։ Այսինքն ռեալ էս երկրի հասարակությունը իրոք վերակացել եւ գնացել է ընտրական տեղամասեր քվեարկելու իր ապագայի, իր երկրի ապագայի համար։ Եվ սա շատ լավ երևույթ է։